Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն իր ինստագրամյան հարթակի սթորի բաժնում հրապարակել էր հոլովակ տարվա երգ 2025 ամփոփիչ մրցանակաբաշխությանն իր ելույթին պատրաստվելու ընթացքից։ Նրան դիմահարդարում էր աշխարհահռչակ մեյքափ արտիստ Գոհար Ավետիսյանը։ Ինչպես երևում է նրանց ջերմ ու անկեղծ զրույցից, գործընթացն ընթանում էր բավականին բարձր տրամադրությամբ։ Այդ ընթացքում Գոհարը նաև մի քանի մատիտներ նվիրեց երգչուհուն, նշելով. «Կքսես, ինձ կհիշես»։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Hello, guys. Когда встретились РХ Гохар и Рипсиме, Ну да. я говорю, աղջիկներ забегайте. Խանգարում ենք այսօր Գոհար։ Չէ, наоборот. А смотри, я эскиз մատիտ եմ պատրաստել։ Վաու, մերսի։ Ինձ կհիշաս։ Արդեն քսել ենք, շատ սիրուն է։ Спасибо большое. Քեզ մերսի։ Merci. Սա վերջում ցույց կտանք ինչա դուրս եկել։ Да, сейчас покажем. Առաջին անգամ ես չէ՞ դու ինձ։ Այո։ К сожалению, բայց առաջինը վերջինը չի։ Այո։ Թող տենց լինի։ 5 минут. Да, всё. Սիրելիս, չես անում։ Մարտին չես անում։ Крашься, все нормально. Չես տես մտամոլոր։ Հատկանշական է նշել, որ վերջերս Հռիփսիմե Հակոբյանի ծննդյան տարեդարձն էր։ Նա այս անգամ այն տոնել է միայն աղջիկների կազմով։ Ընջույքին ներկա էին հայտնի և սիրված դեմքեր, Հռիփսիմեի գործընկերներն, ընկերներն ու հարազատները։ Տոնական մթնոլորտը առանձնանում էր կարմիր դեկորներով, լույսերով, վառ, սակայն միաժամանակ նուրբ դետալներով։ Երեկոն ուղեկցվել է խենթ ու ինքնամոռաց պարերով, իսկ ինչպես կարող էր երգչուհու տարեդարձը լինել առանց երգերի։ Հռիփսիմեն ներկայացրել է մի քանի կատարում, երեկոյին երգել է նաև Սոնա Ռուբենյանը, ապահովելով բարձր և դրական տրամադրություն։ Star News-ը միանում է անթիվ շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին։ Մենք սիրով առանձնացրել ենք գեղեցիկ օրվանից մի շարք կադրեր, որոնք առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։